Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, այսօր իմ հյուրը հրապարակ թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն է։ Ողջույն Արմինե։ Արի ձևեր չթափենք, դով խոսենք, որտեղ մենք բարեկամներ ու ընկերներ ենք եւ փորձենք խոսել հնարավորինս բաց եւ անկեղծ։ Եթե գնահատական տալու լինեիր ընդդիմության գործողություններին այսօր, ինչ գնահատական կտայիր։ Ասեք միջև 10։ Վանշանի տեսքով նկատել։ Միջև 10, օրինակ, ինչ գնահատական։ Այս պահի դրությամբ երևի հազիվ 5 դնեի։ Այսինքն իրենք լավ չեն անում իրենց գործը։ Այո։ Ես ճիշտ է միշտ խուսափում եմ շատ չափից դուրս քննադատել ընդդիմությանը, որովհետև ի վերջո ընդդիմության եւ իշխանության վիճակը ստարտային պայմանները նույնը չեն, նրանք հավասար դիրքում չեն գտնվում, բայց ամեն դեպքում մենք մեծ ակնկալիքներ ունենք իրենցից եւ իրենց աշխատանքից շատ բան է կախված։ Իդեպ ասեմ քեզ, ինձ թվում է, որ իրենց աշխատանքից, իրենց կեցվածքից ավելի շատ է կախված երկրի ճակատագիրը, քան Նիկոլ Փաշինյանի իր թիմի պահվածքից ու կեցվածքից, որովհետեւ այնտեղ կայուն ինչ որ ընտրազանգված կա, այդ ընտրազանգվածը չի պակասելու, չի ավելանալու, բայց ընդդիմության ընտրազանգվածը կարող է եւ աճել, եւ իրենք կարող են բավականին հաջող քարոզարշավ անել եւ քվեների մեծ վերելք ունենալ այս ընթացքում եւ գնալ ընտրությունների շատ ավելի լավ պայմաններում, քան այսօր է։ Չի ավելանա ոչ կողմ ընտրազանգվածը Փաշինյանի, ոչ էլ դեմ, հա։ Այո, իսկ հիշում ես 21 թվականի ընտրություններին մենք ասում ենք, որ Փաշինյանը ստացել էր մոտ 53%, բայց իրականում այնտեղ կային 20% ձայների 20%, որոնց 90%-ը իսկապես անդիմադիր կուսակցություններ էին, բայց չէին հաղթահարել շեմը։ Այսինքն իրանք ընդհանուր փոշիացած ձայները նկատում ես։ Այո, 20 ձայների 20 անդիմադիր ձայների 20%-ը փոշիացել էր։ Եթե սա չլիներ, պատկերը բոլորովին այլ կլիներ, չէ՞։ Ինչ ես կարծում, գոնե այդ դասը քաղել են ընդդիմադիր ուժերը։ Գիտես, ուզում եմ ասել, մենք 26-ի այդ ընտրացուցակում ավելի քիչ կուսակցություն կունենանք, քան 21 թվականին, թե գրեթե նույնը։ Հասկացա հարցը։ Գիտես, ինձ թվում է, որ փոշիացնելու գործոնը միայն այդ մեղքը բեռը պետք չի միայն ընդդիմության վրա դնել, որովհետև ակտիվորեն փոշիացնում են նաև պրոիշխանական ուժերը եւ իրենք նաև այդ ուղղությամբ շատ մեծ ջանք են դնում, հա։ Օրինակ անցած օրը իմ շատ լավ բարեկամ փաստաբաններից մեկը ինչ որ մի հատ կուսակցություն է գրանցել, հայտարարել են մեկնարկի մասին, ասել են, որ մասնակցելու են ընտրություններին։ Հիմա այդ տեսակ կուսակցությունը, որ նոր այս մի քանի օրը, հա, գրանցում է կուսակցությունը եւ պատրաստվում է, այո, 1%, արժի որ պոտենցիալ փոշիացնողներ են եւ իրենք այնքան խելացի են, որ չեմ կարծում, որ դա չեն գիտակցում, չեն հասկանում։ Ես իհարկե դեռ հույս ունեմ, որ մինչեւ ընտրություններ այդ տեսակ ուժերը փոխելու են իրենց մարտավարությունը, հա, գալու են, ասենք, գալու է հայտեր ներկայացնելու, պահը չեն ներկայացնելու կամ հրաժարվելու են մասնակցությունից ընտրությունների եւ դաշտը մի քիչ ավելի պարզեցվելու է, ավելի զուլալվելու է եւ հույս ունեմ, որ 20 քանի կուսակցություն գոնե չի մասնակցի, այս անգամ կլինեն շատ ավելի պակաս եւ այդ փոշիացող ձայներն էլ կպակասեն, որտեղ ի վերջո դու ճիշտ ես Վրաստանի օրինակը մեր աչքի առաջ է, որտեղ ամեն ինչ արեցին, որ փոշիացումը փոքր լինի, ընդամենը 4% փոշիացում եղավ եւ դրանից շահեց Իվանիշվիլիի կուսակցությունը եւ անցավ իշխանության, այդ օրինակ այնքան པարզ օրինակ է, պետք է մեր ընդդիմությունը դրանից օգտվեր։ Ես ուզում եմ հասկանալ, ինչու մինչ այս պահը բոլոր այն կուսակցությունները, որ ունեն ներուժ 1-2% ձայն հավաքելու, դեռ ընդգրկված չեն մեծ ուժերի ցուցակներում, հա, ընդգրկված չեն Ծառուկյանի ցուցակում, ընդգրկված չեն մեր ձևովի ուժեղ Հայաստանի ցուցակում, ընդգրկված չեն նաև Հայաստան դաշինքում, որովհետև ակնհայտ է, որ այդ փոքր համենայն դեպս ինձ հետ հարցազրույցներում այդ փոքր կուսակցությունների ղեկավարները արդեն մի քանի ամիս է ինչ ասում էին, որ
մենք բանակցում ենք, մենք համարում ենք, որ պետք է մեծ ուժի մասը դառնալ։ Ինչ ես կարծում, այստեղ ով է գոռոզություն անում, ասենք մեծ ուժերի առաջնորդներն են գոռոզություն անում, ափսոսում են մի երկու մանդատ կամ մի երկու պաշտոն տալ այդ 1-ից 2% ունեցող կուսակցություններին, թե ինչի իրենք մինչև այս պահ բոլորին չեն հավաքել իրենց շուրջ։ Պաստորին ուզում ես ամեն ինչ անենք, ընդդիմությանը քննադատենք։ Չեմ ուզում քննադատենք, ես ուզում եմ, որ նաև ընդդիմությունը հստակ հասկանա, որ այս ընտրությունները միայն իրենց քաղաքական ապագայի մասին ընտրություններ չեն, այլ Հայաստանի ապագայի մասին ընտրություններ են եւ իրենց պատասխանատվությունը, այսինքն եթե նրանք շատ ավելի մեծ է, Աստված չտա պարտվեն այս ընտրություններին, նրանք չեն ընկալվելու հայաստանյան հասարակության կողմից որպես պարզապես պարտված կուսակցություն, այլ բոլոր այս սխալները ասել են դուք եք մեղավոր եւ դա հստակ է պատասխանատվությունը երկրնակի է անգամ ես շարունակելով քեզ ավելին ասեմ այն քաղաքական ուժը որը մեծ չափով փոշիացնի ձայները եւ չի կարողանա մտնի բայց մեծ կլինի հա իր ստացած ձայների քանակը ասենք օրինակ ենթադրենք որևէ դաշինք հա անուն չեմ տալիս 8% պիտի հաղթարի 6% կամ 7% հաղթարի եւ այդ 7%-ը կարծեմ մի 100,000-ի կարգի ձայն է լինելու, դա լինելու է կատաստրոֆա եւ այդ քաղաքական ուժին հետո ընտրություններից հետո ուղղակի բսկտելու են։ Այս հասարակությունը չի ներելու այդ նման եթե մենք խոսում ենք դաշինքի մասին, հա, արդեն հայտարարվել է երկու դաշինքի մասին, մեկ դաշինքի ընդամենը, միայն Հայաստան դաշինքի մասին է խոսքը։ Նույն Ծառուկյանը գնում է ընտրություններին կուսակցություն, նո, որտեղ այդ քո ասածը շատ լավ հասկանում է։ Մինչև ժամանակ կա, կարծում կավանելի դաշինքներ ձևավորվել։ Մյուսը, ասենք նույն Թաթոյանի ուժը, հա, օրինակ ինձ այդ հարցազրույցում Դավիթ Անանյանն ասում էր, մենք դեռ չունենք պաշտոնական որոշում, թե գնում ենք դաշինքով կամ կուսակցություն, բայց ակնհայտ էր, որ իրենք արդեն համոզվել են, որ պետք է գնան կուսակցությունը, որովհետև այդ քո ասած սա խնդիր է, իսկապես խնդիր է եւ օրենսգիրքը փոխել են, այնպես են արել, որ հիմա դաշինքը պետք է 8% հաղթարի, 8%-ը լուրջ թիմացնել։ Ես կարծում եմ մենք քիչ առաջ մինչև, հա, մեր ոդքասթը սկսվելը խոսում ենք այն մասին, որ հնարավոր է, որ շատ մոտ լինեն ընդդիմության եւ Փաշինյանի հավաքած ձայները եւ ցանկացած 4% վճռական լինի, էլի, այսինքն եւ փոշիացված ձայների վտանգն է շատ մեծ եւ մեծ նշանակություն կլինի, որ ուժերը կանցնեն, ավելի պետք է ավելի պատասխանատվության ավելի լուրջ մոտեցում ունենան անդիմադիր կուսակցությունները եւ ես չեմ հավարում, որ այս օրերին լրագրողները կամ մեկնաբանները չպետք է խոսեն ընդդիմության, չպետք է քննադատեն ընդդիմությանը, քննադատում ես նախ եւ առաջ, որ իրենք հասկանան ինչ են։ Գիտես նաեւ այն առումով, որ չեմ ուզում քննադատենք, որովհետեւ դեռ ժամանակ կա ընտրություններին եւ հայտնի չի թե մենք կարծեմ ապրիլի քանիսին հայտերը ներկայացնել ժամանակը այդ պահին մենք ինչ սպեկտր կունենանք, հա, ինչպես կգնանք հուսով որ կունենանք մեր ուզած սպեկտր, այսինքն քիչ կուսակցություն։ Հենց այդ հանգամանքը, որ ենք անդադ ասում են, մենք դեռ բանակցում ենք, դեռ քննարկում ենք եւ այլն, նաեւ ինչ որտեղ դա տենց բան փուլ է, հա, նախնական այդ խմորումների փուլն է եւ ես հուսով եմ, որ իրենք հասկանալու են այս բոլոր ռիսկերը։ Հիմա եթե ես ու դու հասկանում ենք, իրենք հաստատ հասկանում են, էլի, որ չի կարելի փոշիացնել։ Իդեպ մենք անդադա ենք մտածում, օրինակ ես միջև այս պահը իսկապես չեմ հասկանում, ոնց կարա բանական մարդը, ընդդիմության ներկայացուցիչը, ընդդիմության մյուս թևին կոշտ քննադատի, ինչպես դա անում են երկրորդ եւ երրորդ նախագահների թիմերի ներկայացուցիչները։ Ուզում եմ հասկանալ նրանք ինչ են դա անում։ Դե ես չեմ հավատում, որ երկրորդ կամ երրորդ նախագահի թիմերն ուզում են, որ Փաշինյանը մնա իշխանության։ Դրան չեմ հավատում, բայց ինչ են նրանք իրար ուտում։ Դե տես նախ ես ուզում եմ մի քիչ ասում բաները դնենք իրենց տեղերում, հա, շեշտերը, հա, շեշտերը դնենք։ Ես ինչքան նկատում եմ եւ դե պարզ է որ ուրشادիր հետեւում եմ այդ բոլոր process-ներին,
դա ոչ թե այդ երկրորդ երրորդ նախագահների վերին էշելոններն են իրար հետ կռվում, այլ այն ներքևի ինչ որ հատվածում մարդիկ են, որոնք բավականին լուրջ քննադատական եւ այս վերջերս ես նկատել եմ, որ նրանց հայտարարությունները ավելի կոշտ են դարձել։ Դե չգիտեմ, ինձ թվում է մի հատ ալիք գնաց եւ դե իհարկե իրենք հենց ղեկավարներն էլ թիմերի ղեկավարներն էլ իրենց մեծ մեղքն ունեն դրանում։ Հիմա եթե նույնիսկ նկատեցիր, անցած օրը մեր լրագրողը փորձեց մոտենալ Սերժ Սարգսյանին եւ այդ հարցը տալ, որ ինչու են ձեր թիմի ինչ որ անդամներ տենց բան տարածում եւ այդ մթնոլորտը ձևավորում։ Եվ մարդը դարձավ, ասաց դուք եք խառնակցություն տարածում դաշտում։ Ինչ ասես, եթե մենք այսքան զուսպենք, այսքան փորձում ենք չշիկացնել վիճակը, կրակի վրա յուղ չլցնել, այդ հավասարությունն ենք փորձում պահել երկու թիմերի, բայց այդ մարդիկ չեն նկատում, չէ՞։ Ես նկատել եմ, որ յուս ուժերին որևէ ձևով չի ընդդիմադիր ուժերին գոնե հրապարակավ, գոնե այսպես շատ ակտիվ չի քննադատում եւ չի կոշտ հայտարարություն անում միայն մեկ ուժ ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները իրենց պահում են այնպես որ կարծես թե չեն նկատում եւ գուցե ավելի լավ է չնկատելուն տալ քան քննադատել օրինակ արի եւս մի երկու ընդդիմությանը վերաբերող մի երկու հարց փոքր քննարկենք հետո անցնենք իշխանություններին տես ինչ ես կարծում ճիշտ է անում Հայկ Մարությանը որ դնում բոլոր ընդդիմադիր ուժերին Փաշինյանի հետ մեկտեղ բոլորին քննադատում է։ Արման Թաթոյանը։ Արման Թաթոյանին հիմա երկրորդն էր, դա առաջինը ինձ նախկին քաղաքապետի այս մոտեցումը բավականին զարմացրեց, որովհետև մինչ այդ երբ նա միայն այդ իր ռոլիկների տեսքով քննադատում էր, ծիծաղում էր նույնիսկ Փաշինյանի վրա, դա հետաքրքիր էր, բայց երբ անցավ բոլորին հավասար ձևով քննադատելուն, ես ուզում եմ հասկանալ Ինչու է նա անում, որովհետև ինքը հաստատ բանական մարդ է, հա, ինքը հասկանում է, որ ինքը հաստատ 50+ ձայն չի հավաքելու, ինչու է նա դա անում։ Դե ամեն դեպքում անցողիկ շեմ հաղթահարելու խնդիր ունեն բոլորը եւ ես կարծում եմ, որ իրենց թվում է, որ երբ որ բոլորին խփում են, իրենց ռեյտինգը բարձրանում է, իրենց ձայների քանակն ավելանում է, այդ մոլորությունը բոլորը ունեն իհարկե։ Արի Թաթոյանին գալ, Թաթոյանը երևի Ես անդադար ուզում էի Շատ է ուզում Թաթոյանին անձամբ գրել, ասել Արման ջան, դուք չեք կարծում, որ ավելի լավ է ասեք, որ օքեյ, ձեզ դուր չի գալիս Քոչարյանը նկատի ունեք հայաստանցիներին, հատկապես որ համոզված եք, որ 99% հայաստանցիների Քոչարյանին ատում է։ Էդի մեկ ասեք, մի գնացեք իրան ձայն տվեք, եկեք ինձ ձայն տվեք, ինչ եք անպայման դուք որ մինչ այս պահը չեք հայտարարում դաշինքի ձևաչափով գնալու մասին, որովհետև հաստատ գնալու եք կուսակցության ձևաչափով 4%-ը հաղթահարել, ոչ թե 8%-ի վտանգի առաջ կանգնելու համար, բայց մի ուժի, որ ունի այսօր հաստատ ձեզանից կրկնակի ավելի վարկանիշ, մի ուժի առաջնորդի դեմ նման հայտարարություններ եք անում։ Իմաստը ո՞րն է, ուզում եմ հասկանալ։ Դե ինձ թվում է այդ մարդիկ ուղղակի փորձում են ինչ որ մարդկանց հակառեյտինգի վրա ձայն հավաքել, հա, իսկ քանի որ գիտենք որ Ռոբերտ Քոչյանը ունի այդ հակառեյտինգը, իրեն խփելը դարձել է շատ այտենց մոդայիկ, հա, որ այդ ուժին խփենք, որպեսզի իրենց սիրողները գան դեպի մեզ։ Այդ այնքան པարզ սխեմաներ են, հա, այդ բարդ բան չի, բայց ես Գիտես, ես ուրիշ ձևով կմոտենայի այդ հարցին։ Մեր ժողովուրդը իրականում հոգնել է, զզվել է այս պառակտումից, այս գզվրտոցներից, իրար վրա ցեխ շպրտելուց, հա, այս 8 տարվա մեջ Նիկոլ Փաշինյանը այնքան այդ մեթոդը կիրառել է, որ արդեն մարդկանց այստեղն է հասել։ Մարդիկ ուզում են խաղ լինի երկիրը, ջերմ մթնոլորտ լինի, համագործակցային լինի, համերաշխություն տիրի, այս ատելության բանի դուրս գան։ Չգիտեմ, հնարավոր է թե չէ, բայց դա մեծապես կախված է իշխանությունից եւ ինչ որ չափով նաեւ քաղաքական ուժերից է կախված։ Եվ այդ քաղաքական ուժը հիմա որ ասում ենք, որ ուժեղ Հայաստանը ռեյտինգ է հավաքում եւ դու էլ նշեցիր, չէ՞, խոսքիդ մեջ։ Ես համոզված եմ, որ իրենց ռեյտինգի մի բավականին մաս պայմանավորված է հենց դրանով։ Իրենք ատելության խոսք չեն տարածում, ոչ մեկին չեն խփում։ Իրենք նույնիսկ ասում են, որ սև PR չեն անում, Դա շատ կարևոր հայտարարություն արեցին, որ նույնիսկ ԿՊԱ-ականների դեմ
որևէ խնդիր չունեն եւ ինձ շատ սիրելի է այդ նույն թեկուզ Նարեկը Կարապետյան, որ ասում է, որ մենք բոլորը տեղ են ունենալու այս երկրում, նույնիսկ Նիկոլ Փաշինյանի համար, գուցե հումոր է անում, բայց նույնիսկ Նիկոլ Փաշինյանի համար մենք աշխատանք ենք գտնելու, որ ինքը զբաղված լինի։ Այո, բոլորը պիտի իմանան, այդ նույն նաեւ ԿՊ-ում գտնվող մարդիկ, հիմա այնտեղ բոլորը չի, չէ, որ հանցագործներ են կամ չգիտեմ, որոշումներ կայացնողների մեջ են եղել, այդ մարդիկ պիտի իմանան, որ կյանք կա, Նիկոլից հետո էլ կյանք կա։ Իսկ ինչ ես կարծում, արդյոք երբ որ մենք նման ձևով խոսում ենք անդիմության մասին, մենք մոռանում ենք մի բան, ինչի մասին խոսում ենք ոչ կամերաների առջև, հա, որ իսկ մենք համոզված ենք, որ Նիկոլ Փաշինյանը գնալու է նորմալ ընտրությունների։ Համոզված չենք, հակառակը։ Ես խնդրում եմ, որ դու որպես Փաշինյանին ամենալավ ճանաչող մարդկանցից մեկը Հայաստանում։ Ճանաչելու խնդիրն էլ չկա, որովհետև ինքը 2003 թվականի Փաշինյան եւ 2023-25 թվականների Փաշինյանը դրանք լրիվ տարբեր մարդիկ են, դրա մասին չի խոսքը։ Խոսքն այն մասն է, որ մենք իր գործողությունների, իր քայլերի վրա կառուցենք մեր հետևությունները, մեր եզրակացությունները։ Չի դառնում խիզախը միանգամից վախկոտ է չի Այո, դառնում։ դա էլ կա, բայց միևնույնն է, մենք տեսել ենք, չէ, 8 տարվա մեջ ինքը ինչ մեթոդներով է փորձում իշխանությունը պահել։ Հա, տեսել ենք նույն Վանաձորի ընտրությունները, տեսել ենք, որ կարող են ընտրված քաղաքապետին 2 տարուց ավելի պահել բանտում, միայն նրա համար, որ ինքը չգրավի քաղաքապետի պաշտոնը չընտրվի։ Հիմա այդ օրինակը, միայն այդ մի օրինակը բավական է, որ մենք հասկանանք, որ այս մարդը ընդունակ չէ ընդունել մարդկանց ընտրության արդյունքները։ Ինչ կարող, ըստ քեզ նա կգնա հակաժողովրդավարական քայլի եւ չի գրանցի ուժեղ Հայաստանին։ Չէ, ես ասեմ ձեզ, այդ մասին շատ է խոսվում իհարկե, բայց մենք նաեւ օրենսդրությունը նայեցինք եւ տեսանք, որ շատ սահմանափակ են հնարավորությունները չգրանցելու։ Ընդհանրապես պիտի փաստաթղթերի մեջ ներկայացված վրիպումներ գտնեն, իսկ ես հուսով եմ, որ այդ քաղաքական ուժերը ունեն բավականաչափ գրագետ իրավաբաններ եւ նորմալ փաստաթղթեր կներկայացնեն, այդ չգրանցնելը շատ եւ սկանդալ կլինի եւ դա տեխնիկապես էլ քիչ հնարավոր բան է։ Իսկ հետո հանել ցուցակից գրանցել, իսկ մի շաբաթ անց միևնույնն է, այդտեղ պիտի գտնեն զուտ իրավական շատ լուրջ խոչընդոտներ, որպեսզի կարողանան այդպիսի քայլերի գնալ։ Իսկ հիբրիդային միջամտություն երբ ասում են։ Դեպի դա ախրտապտի օրենքով ֆիքսված լինի, հնարավորությունը լինի, ասենք, չգիտեմ, օրենսդրական ձևով հիբրիդային պատերազմացվածը ձևակերպված չի որևէ փակել Հայաստանի սահման ընտրություններից 1 ամիս առաջ, հայտարարեն, որ մենք գիտենք, որ հիբրիդային հարձակում է լինելու Հայաստանի վրա ընտրությունների նախօրեն եւ մենք փակում ենք մեր սահմանները մարդկանց չենք թողնում գալ Հայաստան։ Կարող է համանadrության, չգիտեմ, խայտարակ ոտնահարում կլինի։ Բայց Փաշինյանը ի վիճակի է գնալ նման կարող են ընտրությունները համարվել ազատ, արդար եւ թափանցիկ իրականացված։ Չեմ կարծում, ես ինձ թվում է, որ այդ միջազգային հանրությունը հասկացանք, լիքը բան հանդուրժում է, բայց բաներ կա, որ ինչ որ գծեր կա, որը չեն կարող դրանք թույլ տալ։ Ինչ կարող է անել։ Դե գիտեք ինչ, հիմա ասենք օրինակ մարդիկ կան ենթադրություններ են անում, ես այտենց չեմ էլ ուզում այդ ապոկալիպտիկ բաները նկարագրենք, հա, մենք միասին, բայց դե եթե այտենց հարցը ասել է դրան, օրինակ կարող է հիմա պատերազմ հրահրելը ոչ թե թողնել սեպտեմբերին, այլ ասի մայիս ամսին մի երկու հատ կրակեք, հետո ինքը դրա վրա դիվիդենդ հավաքի կամ դրա հիման վրա արտակարգ դրություն հայտարարի, չգիտեմ, չեմ կարող, չեմ էլ ուզում նույնիսկ այդ նենք ստոր սրիկայական ծրագրերը մենք բարձրաձայնենք, հա, ի վերջո խոսքը ուժ ունի, հա, եկեք բան չանենք։ Զարմանալի է, որ նա դիմում է նույնիսկ հայտարարում է, որ զորահանդես չէ, բայց չոր հաշվետվություն է լինել, օրինակ այս հայտարարությունը եւ Փաշինյանի այս ծրագիրը ինչպես է գնահատում, ինչ է սա նշանակում։ Այսինքն այդքան կարևոր է, որ հայաստանցիները տեսնեն, թե ինքը ինչ զենք է գնել, ուրեմն առավոտից երեկո հայաստանցիներին ոչ մի բանի, այո, ահաբեկում է, ոչ մի բանի տեղ չի դնում, բայց մայիսի վերջին ընտրություններից գրեթե մի շաբաթ առաջ, գրեթե չենց մի շաբաթ առաջ ընտրություններից առաջ բերում է զորահանդես է անցկացնում հրապարակում ուրիշ անվան տակ, հասկանալի ձևով, հասկանալով, որ դա կբերի շատ կոշտ հայտարարությունների Բաքվից։
Ինչ է դա Նույնիսկ կարող է եւ չլինեն նման հայտարարություններ, որովհետեւ ես վստահ եմ, որ իր բոլոր գործողությունները, այո, հիմա պայմանավորվածությունների դաշտում են ընթանում եւ իրեն կարտ բլանշ են տվել, ասել են մինչեւ հունիս ինչ ուզում ես արա, նրանից հետո կանես այն ինչ որ մենք կասենք, դա երևում է անթափանց։ Բայց հարցը նույնիսկ դա չի, հա, մարդը 8 տարի զորանդես չի արել, 4-5 տարի զենք չի առել, պարբերաբար ասել են, որ երաշխավորը չէ։ Այո, երաշխավորը չէ, սահմանները փակ են, հնարավոր չէ զենք բերել, քանի անգամ են հայտարարել, բազմիցս, չէ, որ զենք բերելը Հայաստան դարձել է խնդիր, զենքը գնել ենք, փողը տվել ենք, բայց զենքը չի եկել Հայաստան, չի հասել եւ այլ հազար ու մի այսպես բաներ, եւ մեկ էլ հանկարծ հոպ, պարզվում է, որ զենքը գնել են, զենքը բերել են, նույնիսկ ասում են եկեք տանենք ձեզ ցույց տանք զենքը։ Նախ շարքային քաղաքացին ինչ է հասկանում այդ զենքից, որը տեսնում է փողոցում, նույնիսկ եթե դու իրեն անհասկանալի դա ինչ։ Իհարկե, դա ինչ է տալիս, այդ ընդհանրապես տպավորություն թողնել այն ցածր խավի վրա, այն անգրագետ մարդկանց վրա, որոնք հենց դեռ պատերազմի ու զենքի մասին դատում են այն 41 թվի տանկերի օրինակներով, հա, հիմա այնպիսի իրավիճակ է աշխարհում տիրում, որ զենքը, ժամանակակից զենքը լրիվ բոլորովին այլ բան է, դրանք համակարգչային տեխնիկաներն են բան են, որը չես կարող բերել ցույց տալ հրապարակում, հա, նախ այդ եւ երկրորդը Եթե բերել ես զենքը, այդքան լավ զինված եք, բանակը լավ վիճակում է, այն Սուրեն Պապիկյանն էլ ինչ-որ ռիլեր է, չէ՞ նկարում, հա, որ ամրաշինական աշխատանքներ արեցինք, տեսեք, այստեղ բունկերներ ենք սարքել, բարակներ ենք սարքել։ Եթե այդքան լավ վիճակում եք, առաջ են գնացել։ Ինչ ես ասում, մեզ արունահեղ պատերազմ է սպասում, ինչ ես ասում։ Բայց եթե պատրաստ ես ի վիճակի ես գոնե հետ մղել, հա, բան չեմ ասում հարցակողական զենք, պաշտպանական զենք ունես, հոп ունես, օդը պաշտպանված է, սահմաններին դու այդ բունկերները, չգիտեմ, ինչերը կառուցել ես, ինչ ես վախեցնում քո ժողովրդի պատերազմով։ Լյուդովիկոս 14-րդն է ինձանից հետո այլևս ոչինչ չի լինի։ Այսինքն խաղաղությունն էլ է Փաշինյանից կախված, ամեն ինչ հիշում եք, էկոնոմիկայի նախարարն էր, չէ՞, ասում էր չլինենք մենք, չլինի TRIP, չլինի AI, չլինի, չգիտեմ, ամեն ինչ չի լինի, հիմա այս բանը շարունակում է։ Ինքն էլ անցած օրը եւ արդեն երկրորդ անգամ սպառնում է, չէ՞, ասում է լրագրողներին դուք 4 ժամ կկարողանաք միայն աշխատել, եթե ես չլինեմ, հաշմանդամ կդառնաք, եթե ես չլինեմ, հա, այդ բոլոր ահասարսուր պատմություններ ընդ որում ինքը 20 տարի աշխատել է, չէ՞, որպես ընդդիմադիր լրագրող։ Եվ հարցրենք թե ինչու ինքը հաշմանդամ չի դառել, Մինչ օրս հաշմանդամ չի դա։ Ընդհակառակը լավ էլ ինչ որ դիվիդենդներ է ստացել այդ թվում նաև։ Ան կարիերա է արել, հա, նրանից հետո դարձել է падգամավոր, դարձել է վարչապետ, մարդը աճել է լրագրողի պաշտոնից, ոչ ոք իրեն չի խանգարել։ Ոչ Սերժ Սարգսյանն է իրեն հոշոտել, որ Ռոբերտ Քոչարյանը հանգիստ ապրել աշխատել է։ Դու ասացիր, որ անդիմությանը այս ժամանակից շուտ սկսված նախընտրական փուլում 5 գնահատական է տալիս, հա, 10-ից 5, այսինքն իսկ ըստ քեզ նույն այդ, եթե 10 բալանոց այդ համակարգը վերցնենք, ինչքան է համարում հավանականությունը, որ անդիմությունը այդուամենայնիվ կարողանա հաղթել Փաշինյանի ընտրություններին, դժվար է ասել։ Ես շատ լիահույս եմ, ես վստահ եմ, որ դա միանգամայն իրականանալի խնդիր է, նպատակ է, գիտեմ նույնիսկ թե ասենք ինչ կարելի, ինչպես կարելի է դա անել, ես չեմ մասնակցում ընտրություններին, բայց ինքս երկար տարիներ հետևել եմ ընտրական process-ներին եւ գիտեմ, որ դա այդպես անհնարին բան չի։ Ու այդ վախը, որ ներշնչել են մեր հասարակությանը, որ ընտրություններով հնարավոր չի փոխել, ընդհանրապես հնարավոր չի, հասարակության կարծիքը երբեք հաշվի չեն առնում, այսպես այնպես այդ միֆերը շատ վատ միֆեր են, հա, որ ներշնչել են մեր հասարակությանը։ Մեր հասարակությանը պետք է ընդհակառակը ներշնչել, որ ինքը ուժ է, ինքը կարող է ինչ-որ բան փոխել երկրում եւ ի վերջո 18 թվականին նաեւ այդ հասարակությունն է մասնակցել այդ փոփոխություններին, հա, պետք չի ժխտել ներկայացնել, որ չգիտեմ, կոսմոսից, բանից, արևմուտքից, արևելքից եկան ինչ-որ ուժեր բան արեցին։ Մեր ժողովուրդը դրան հավանություն է տվել եւ մեծապես մասնակցել է, հա, այդ ֆիքս ենք։ Եվ երկրորդն էլ հիմա մենք բավականին շատ հարցումներ ենք անում եւ ոնց որ տեսնում եմ նաեւ սոցիոլոգիական այս ընկերություններն են հարցումներ անում եւ ինձ մի բան է շատ ուրախացնում այս պահին
բոլոր գիտակից մարդիկ եւ շատ հասարակության մի մեծ մասը ասում է, որ ես գնալու եմ ընտրության։ Մարդիկ հասկացել են։ Ընդ որում մեր հասարակությունը, ասեմ քեզ, ավելի գիտակից է ու ավելի լավ է պատկերացնում երկրի ապագան, եթե այս իշխանությունը մնում է, քան քաղաքական ուժերը, Քաղաքական ուժերը երևի շատ ավելի կոնֆորմիստ են, քան ինքը հասարակությունը։ Մեր հասարակության մեջ լիքը խավեր կան, լիքը մարդիկ կան, որոնք ասում են, սարսափում ենք մենք այդ մտքից, որ մտածում ենք բան չի փոխվելու հունիսի 7-ին։ Ես իդեպ սիրում եմ Երևանում քայլելիս, ինչ որտեղ գնալիս, սիրում եմ քայլել եւ սիրում եմ լսել քաղաքը։ Սիրում եմ լսել ինչ են խոսում երևանցիները, ածնող երևանցիները կամ սրճարանի կողքի սեղանին նստած երևանցիները, պատկերացրու շատ հաճախ եմ լսում քաղաքական քննարկումներ, զրույցներ, այդ մտահոգություններ, շատ եմ լսում նաև, որ երևանցիները գոնե ասում են, որ բա ինչ ենք անելու, եթե վերընտրվի Փաշինյանը ու պատասխանը Աստված չտա, բայց եթե վերընտրվի, երևի մեծ արտագաղթ նորից կսկսվի։ Սա ամենաշատը հնչող այդ մտահոգությունն է, որ խոսում են սովորական շարքային մարդիկ, ոչ քաղաքական գործիչները։ Արին ես դու պատկերացնում ես, օրինակ, հունիսի 5-ի մեծ հանրահավաք հանրապետության հրապարակում եւ հարթակին կանգնած լինեն բոլոր ընդդիմադիր իրենցից ինչ որ բան ներկայացնող ուժերի առաջնորդները, ասենք Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը, եթե մինչ այդ նրան թույլ տան կամ օքեյ, Սամվել Ծառուկյանը թող on-line մասնակցի, եթե իրեն թույլ չտան, Ռոբերտ Քոչարյանը, Արման Թաթոյանը, բոլորը մի հարթակին կանգնած լինեն եւ ասեն, որ այո, մենք լուրջ տարաձայնություններ ունենք եւ եկեք անկեղծ լինենք, մենք իրար չենք էլ սիրում, մեղմ ասած, բայց մենք հիմա իրար հետ կանգնած ենք, որովհետեւ ունենք պետության ճակատագիրն է։ Համար մեկ խնդիր Փաշինյանը պետք է հեռանա եւ մենք նույնիսկ կարող ենք ասել, որ շատ հավանական է, որ այս կոալիցիոն կառավարությունը, որ պետք է ընտրությունների արդյունքում ստեղծվի, կարող է եւ չունենա մի քանի տարվա պատմություն, այլ լուծարվի եւ նոր ընտրություններ լինեն, բայց դրանք արդեն կլինեն հետ նիկոլական Հայաստանում ընտրություններ եւ հասարակությունն էլ գոնե մեծամասամբ բուժված կլինի այդ նիկոլիզմից։ Հնարապատկերացնում ես։ Լավ, այո, շատ լավ առաջարկ է, իրականում ես խորհուրդ կտայի, որ լսեին քո առաջարկը եւ մի բան ավելացնեմ, հա։ Այս ամբողջ ընթացքում խելացի գրագետ, հա, երկրի համար ցավող մարդիկ անդադար է ինչ է ասում էին միավորվեք մի ուժի մեջ եւ այդ Վրաստանի օրինակն էլ հենց դրա համար էին անդադար բերում, որ իրականում եղավ երկու ճամբար, հա, մի հատ իշխանության Սաակաշվիլի, մի հատ Իվանիշվիլի, որի տակ միավորվեցին բոլոր ընդդիմադիր ուժերը, որոնք ուզում էին իշխանափոխություն։ Հիմա Հայաստանը գնաց մի քիչ այլ ճանապարհով, մեզ մոտ մի քիչ բարդ է այդ բոլորին հավաքել միտեղ եւ գուցե նաեւ պետք էլ չի, որովհետեւ ուժեր կան, որոնք իրար միանալով ինչ որ ձայներ են կորցնում, թուլանում են, ավելի լավ է, որ իրենք առանձին հանդես գան, բայց մեծ բլոկներով հանդես գալը ճիշտ է ամեն դեպքում, հա, ու անդադար էր խոսվում, որ 3, 4, 5 բլոկ թող լինի, այո, Գյումրիի տարբերակը շատ լավ տարբերակ է, Հայաստանի բնույթին եւ մեր ժողովրդի խառնվածքին էլ շատ հարմար տարբերակ է, բայց դա չի նշանակում, որ այդ ուժերը միմյանց հետ չպիտի համագործակցեն, հակառակը, հենց այդ միավորումը նաեւ այդ համագործակցության հետ նկարագրած այդ սխեմայով կարող է լինել, երբ որ մարդիկ ինչ որ պլատֆորմ, ինչ որ կոմյունիկե են ստորագրում, ինչ որ հուշագիր, ինչ որ, չգիտեմ, համագործակցության բան են իրար հետ որոշում, միմյանց չեն խփում եւ հետընտրական զարգացումների ժամանակ միմյանց հետ համագործակցում ենք, վերջ։ Ես հիշում եմ, շատ աշխատող տարբերակ է։ Չգիտեմ, հենց նոր հիշեցի, ինչ էր պատմում Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը մի օր այսպես ընկերական զրույցի ժամանակ պատմում էր, որ ուսումնասիրել էր հիշողությունները առաջին հանրապետության ղեկավարների հիշողությունները եւ չեմ հիշում նրանցից որ մեկը գրել էր, որ մենք պարտվել ենք նաեւ նրա պատճառով, որ բոլորս մի կուսակցությունից էինք եւ տարաձայնություններ քիչ ունեինք եւ չէինք կարողանում ուրիշ հայացքով նայել այն ամենին, ինչ տիրում էր Հայաստանում եւ ես այդ առումով համարում եմ գուցե այս իրավիճակում
ճիշտ է որ լինի կոալիցիոն կառավարություն, որ մի կառավարությունում լինեն եւ արևմտամետներ եւ նրանք ովքեր այսօր արդեն խոսում են այն մասին, որ Ռուսաստանը կորցրել է իր դերակատարությունը Հարավային Կովկասում, թուլացել է եւ ընդհանրապես մենք շատ հարցեր ունենք Ռուսաստանին պատերազմի հետ կապված, Արցախի կորստի հետ կապված գնանք դեպի արևմուտք, խորացնենք ռազմաարդյունաբերական մեր գործընկերությունը, համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ, կան ուժեր, որ ակնհայտ ռուսամետ ուժեր են, շատ լավ է, որ տարբեր ուժեր են, տարբեր դիրքորոշումներ ունեն, տարբեր հարցերի շուրջ, թող միասին նստեն, ես նույնիսկ մտածում եմ, որ ընտրություններ լինեն եւ ընտրություններին այդուամենայնիվ հավաքական ընդդիմությունը ավելի շատ ձայն ստանա, քան Փաշինյանը, բայց նաեւ օթում էլի կախված լինի վտանգը, որ այդուամենայնիվ հաղթելով Փաշինյանին չեն կարողանում իրար հետ պայմանավորվել, ինչպես դա եղավ Երևանի ընտրությունների ժամանակ, հավաքվի ամբողջ հասարակությունը մեծ հանրահավաք անի, այդ բոլոր առաջնորդներին տանեն մտցնեն մի դահլիճ, դռները փակեն, ու ասեն չենք բացում դռները, մինչև դուք իրար մեջ չպայմանավորվեք։ Չէ, դե ես կարծում եմ, որ իհարկե պայմանավորվածությունների հնարավորություն միշտ կա, նույնիսկ երբ որ շատ վիճել են, շատ կամուրջներ են այրել, բայց էլի կարող են ինչ-որ բաներ վերականգնել հանուն երկրի, հանուն պետության, եւ մյուս կողմից էլ իրենք նաեւ կարծում եմ գիտակցում են, հա, որ այս պահին չի լինելու միանձնյա մեկի իշխանություն, չի լինելու։ Դա այդ որ պետությունը ես եմ, կառավարությունը ես եմ, բան այդ ոճը պիտի դուրս գա։ Նախ որովհետեւ մեր օրենքները, մեր սահմանադրությունն են դրան հակասում, հա, մեր սահմանադրում մենք հիմա ընտրել ենք 15 թվականին պարլամենտական Հայաստանի երկրի ապագան եւ այդ դա չի ընդհանրում, որ մի անձ միանձնյա որոշելու է այդ ամեն ինչ, ընդհակառակը այդ հակակշիռների ինստիտուտները, որ դնում են սահմանադրության մեջ, օրենքների մեջ, հենց դրա համար է, որ մի անձի սխալը, մի անձի հոգեկան վիճակը, մի անձի գիտելիքները, մի անձի փորձը, չեղած փորձը կամ իր բաները, տրամադրվածությունները չազդեն երկրի ճակատագրի վրա։ Այդ մարդիկ այդ պետք է լինի, այո, ինչ որ կոլեկտիվ կառավարում երկրի եւ դրա լավագույն տարբերակը կլինի, որ այդ ընդդիմադիր ուժերը իրար հետ կարողանան պայմանավորվել։ Ես խորը համոզմունք ունեմ, որ սոցիալական ցանցերի այս դարում, իսկ այդ ցանցերը գնալով էլ ավելի են զարգանալու, միանձնյա կառավարումն արդեն քիչ հավանական է դառնալու, այսինքն այն ինչ մենք այսօր տեսնում ենք, իդեմս Պուտինի, Թրամփի, Էրդողանի, Ալիևի, փոքրիկ նաև Փաշինյանի Հայաստանում, դրա ժամանակաշրջանը շատ արագ անցնելու է։ Եվ դրա վնասներն ու վտանգները արդեն մենք տեսել ենք, հա, մենք տեսել ենք դա եւ պետք է այո գնալ այլ ճանապարհով։ Լավ, ես կարծում եմ, որ մենք անդիմության եւ իշխանության մասին Արմենե պետք է եւս մեկ ոդքասթ անենք արդեն երբ ընտրություններին 2-3 շաբաթ մնա, ինձ հետաքրքիր կլինի քեզ հետ խոսել, որ արդեն ավելի հստակ լինի, հա, դաշտը ինչ են գնում, ինչ են անում եւ մեր գնահատականներն էլ ավելի հստակ կլինի, մեր սպասումներն էլ ավելի հնարավորինս սպարս կլինեն, հա, բայց ես բայն մի հարց եմ ուզում տալ։ Ես բոլորին եմ այս հարցը տալիս, իմ բոլոր հարթակներում վերջում հարցնում եմ, ինչ է կանելու հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը։ Ես օրինակ գնալու եմ Հանրապետության հրապարակ եւ շամպայն խմեմ։ Ես համոզված եմ, որ ընդդիմությունը հաղթելու է։ Եվ ես ուզում եմ տոնել դա լիքը ուրիշ հայաստանցիների հետ Հանրապետության հրապարակում։ Դու պատկերացնում ես ինչ տոն է լինել Հայաստանում։ Այո, ես գիտես ժամանակից շուտ ուրախացողներից չեմ եւ ժամանակից շուտ տխրողներից չեմ։ Ես չեմ սիրում այդպես ինձ ներշնչել, որ այսպեսին է լինելու, որ հետո հուսահատություն, սախապություն չունենամ եւ հակառակը միշտ մտածում եմ, միշտ ելք կա։ Միշտ ելք կա, Արշակ Սրբազանը լավ նախադասություն էր ասել, չէ, վերջում լավ է լինելու, իսկ եթե լավ չի, ուրեմն դա վերջը չի։ Ուզում եմ ասել, հունիսի 7-ը կարևոր է, շատ կարևոր է Հայաստանի համար, բայց այդ օրը ոչ
փրկություն է իջնելու երկրի վրա, նույնիսկ եթե մեր ուզած լավագույն տարբերակը լինի, եւ ոչ էլ հակառակն է լինելու, հա, ոչ էլ նման քո ասածը, երբ որ Փաշինյանը սեպտեմբերի 27-ին 20 թվականի հայտարարեց, որ եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ ուզում են լինի, մենք մեզ պարտված չենք զգալու։ Սա նման մխիթարանք է։ Հա, կա տենց բան, բայց միևնույնն է, ես ուզում եմ ասել, որ մեր հասարակություն նախ ես հաշտ եմ այդ մտքի հետ, եթե պարզվի, որ արդար, օբյեկտիվ, թափանցիկ, չկեղծված, չտերորի բանի արդյունքում չստացված ձայների արդյունքում հաղթում է Նիկոլ Փաշինյանը եւ դա հասարակության մեծ մասի կարծիքն է, ես ով եմ, ես փոքրամասնություն եմ, բացարձակ համաձայն չեմ, որովհետեւ երբ երկրի իշխանությունը երկրի ղեկավարը ընտրություններից 3 շաբաթ առաջ ամենօրյա ռեժիմով հայտարարում է, որ ես չլինեմ, պատերազմ է լինելու, արդեն մենք որևէ բարոյական իրավունք չունենք խոսելու արդար ընտրությունների մասին, որովհետև ցանկացած պետությունում բնակչության մեծ մասը շարքային մարդիկ են, ովքեր ոչ խորացած են լրագրության մեջ, ոչ խորացած են քաղաքականության մեջ, ոչ էլ հատկապես աշխարհաքաղաքական, բայց մի ուղղում եմ քեզ, հա, ամեն դեպքում ահաբեկված մարդկանց ընտրություն է լինելու։ Շատ լավ, հասարակությունը պետք է ամեն դեպքում ունենա դիմադրողականություն։ Պետք է իր ներքին ձայնով, իր գենով, իր ողնաշարով ինքը վտանգները պետք է զգա։ Ինքը պետք է հասկանա, որ սա տանում է դեպի կործանում, այնտեղ փրկության հույս կա։ Այնպես չի, որ փրկությունը հաստատ է, բայց այնտեղ հույսը կա։ Եթե հիմա այս տարական զգացումը չունի ժողովուրդը ու գնում է մեր դեմ ճանապարհով, ուրեմն այս ժողովուրդը իրանք չունի պետություն ունենալու։ Ուրեմն մենք էլ պետք է որպես այս ժողովրդի փոքրիկ մաս պետք է ենթարկվենք մեծամասնության կամքին ու որոշմանը։ Ես չգիտեմ ուրիշ ձև։ Կամ պիտի թողնենք գնանք, կամ պիտի շարունակենք մեր պայքարը, բայց ես նաև վստահ եմ, որ մեր ժողովուրդը առողջ ժողովուրդ է իր ամբողջության մեջ, հա, այդ մի փոքր խավի այդ բանը չհաշված, մնացածը շատ լավ գիտակցում են, որ ինչքան վճռական է լինելու 7-ը։ 7 տարեկանում գնացել էր Մոսկովյան դպրոց, բավականին բարդ դպրոց, անգլիական թեկումով դպրոց էր, եւ առաջին ծնողական ժողովին երբ որ նոր էր մի ամիս չի անցել ինչ երեխաները դպրոց են գնացել, մեզ բոլորիս հավաքել են ծնողական ժողով էին անում եւ բոլոր ծնողները հարցնում են ինչ խնդիր ունի իմ երեխան եւ այլ եւ ես հարցրեցի իսկ ինչ խնդիր ունի իմ երեխան մաթեմատիկայի ուսուցիչն էր խոսում ձեր երեխան խնդիր չունի ինչպես յուրաքանչյուր հայ նա խելացի երեխա է Դու հավանաբար իսկապես հավատում ես։ Այո, ես հավատում եմ, ես գիտեմ մեր ժողովուրդը առողջ, դիմադրող, նաև արդարության զգացում ունեցող, նաև իր երկրի համար ցավող ժողովուրդ է, իր մեծամասնության մեջ չի կարող այդպես լինել, որ այտենց կարևոր վճռական պահին ինքը սխալ որոշում կայացնի եւ ինքը դնի իր պետության տապանակարը։ Չի կարող այդպես լինել։ Ժողովուրդը բարբերաբար սխալ որոշումներ է կայացնում եւ դա շատ թանկ է նստում այդ ազգերի, չգիտեմ, ամեն ճակատագրական։ Դե գիտես 8 տարի բավականին երկար ժամանակ էր, որպեսզի իրենք հետևություններ անեին։ Ես էլ եմ ասում, եթե չեն արել, ուրեմն իրենք իրավունք չունեն։ Իրանք չունեն պետություն ունենալու, եթե տարական հետևությունները չեն։ Եթե մարդը չի վրթովում նրանից, որ մի նախադասության համար մարդուն 8 ամիս բանտարկում են, չի վրթովում նրանից, որ Բաքվում իր հերոսներին դատում են, չի վրթովում նրանից, որ 5000 երեխա եռաբլուրը դա 3 անգամ ավելացել է, չի վրթովում, որ 30 տարվա պայքարից հետո Արցախ է կորցրել, այո, ասել են որ դու խելք չունես որ 10000 դրամ ավելի փող քեզ տանք հետո այդ եւ մի քանի հազար դրամով գնում են իրեն, հա, ինչ ասեմ, ուրեմն դա մենք այդտեղ անզոր ենք ինչ որ բան անելու։ Ես այդ ամենայնիվ հուսով եմ, որ մենք քո հետ միասին շամպայն ենք խմելու։ Գիշերը շամպայն ենք խմելու։ Ահա, ձայնը շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար Արմին։ Ես եմ շնորհակալ։
Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։